Պարոն Բեգլարյան, դուք այսօր ինչ ակնկալիքներ ունեք ձեր ներկայացրած պահանջներից, սա պահանջ է, որը դուք արդեն 2 տարի է ներկայացնում եք իշխանություններին, մասնավորապես արտգործնախարարությանը։ Իրականում տարբեր պահանջներ, առաջարկներ, գաղափարներ ներկայացվելու են նաև այսօր, որոնք կոնկրետ գործողություններ են ու խորհրդի անունից մենք պահանջելու ենք, որ այդ գործողությունները կատարվեն կառավարության կողմից տվյալ դեպքում իդեմս արտգործնախարարության հաշվի առնելով, որ դրանք արտաքին քաղաքական բնույթի գործողություններ են, իհարկե ես այդքան վարդագույն ակտոսներով չեմ նայում իրականությանը եւ մենք բոլորս խորհուրդն էլ, բայց մեզ համար շատ կարեւոր է, որ մենք անընդհատ մեր խնդիրներն ու մեր պահանջները կարողանանք ներկայացնել եւ այնքան կոնկրետ լինենք, գործնական լինենք, որ շատ ընդհանրական ձևակերպումներ չլինեն եւ դրան զուգահեռ նաեւ լինի հանրային ճնշում, որովհետեւ եթե մենք ճնշում չենք գործադրում, չենք բարձրաձայնում մեր խնդիրների, մեր իրավունքների պաշտպանության մասին, շատերը մեկնաբանում են թե ներսում, թե դրսում, թե այսպես ասած Արցախի էջը փակված է եւ մարսել են բոլորը Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը, հայրենազրկումը։ Այս պարագայում արտգործնախարարությունը իդեմս արտգործնախարարության կառավարությունը համար մեկ պատասխանատուն է, որ Արցախի էջը չպետք է փակվի եւ քանի կա Արցախի ժողովուրդ, կա նաեւ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիր եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը համար մեկ սուբյեկտն է, որը այս ուղղությամբ շատ լուրջ անելիքներ ունի։ Բայց սպասելիքներն ինչպիսին են մի իշխանությունից, որը Արցախը ճանաչել է Ադրբեջանի հայտարարել է, ասում է Ես բազմիցս եմ ասել, որ եթե մենք նայենք զուտ իրենց գործողություններին, իհարկե ոչ մի էական սպասելիք չկա, բայց բոլորս տեսնում ենք, որ հանրային ճնշումը որոշակի ազդեցություն կարող է ունենալ։ Հիշում եք նաև, կարծեմ փետրվարի 28-ին գերիների վերաբերյալ արտգործնախարարության հայտարարությունը, որ 1.5 տարի շարունակ նմանատիպ հայտարարություն չէր եղել, ինչու եղավ, որովհետև կար հանրային ճնշում։ Եվ այդ հանրային ճնշմանը համապատասխան որոշակի գործողություններ տեղի են ունենում։ Փոքրաթիվ ակցիան հանրային ճնշում է։ Փոքրաթիվ ակցիան կարող ենք համարել ուղղակի սիմվոլիկ հանրային ճնշում, բայց եկեք քանակով չկողմնորոշվենք, որովհետև մենք բոլորս այստեղ կանգնած ենք ի շարունակություն մարտի 29-ի մեծ հանրահավաքի, այսինքն այնտեղ այդ հանրահավաքին գտնվող բոլոր մարդիկ համակարծիք են նաև այս ակցիայում ներկայացված պահանջներին։ Մեծ հանրահավաքը ինչ-որ արդյունք տվեց։ Մեծ հանրահավաքը առնվազն տեղեկատվական հանրային օրակարգի տեսանկյունից, այո, որոշակի արդյունք տվել է եւ այն, որ գործնականում իշխանությունները որոշակի անհանգստություն ցույց են տվել եւ համապատասխան առաջարկներ են արել, որոնք իհարկե կիսատ են, ամբողջական չեն, բայց նաեւ այդ այսպես ասած զիջումները կամ ընթառաջ քայլը, այո, ցույց է տալիս, որ արդյունք կա։ Չհաշված, որ հանրային դաշտում էլ մենք օրակարգ ենք վերադարձրել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերը թե ներքին առումով, թե արտաքին առումով։ Դրա համար ես կարծում եմ ինքնին պայքարը, այդ թվում հանրային ակցիաներով շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր հարցերը բարձրաձայնել եւ հետամուտ լինել, որ այդ խնդիրները լուծումներ ստանան։